Կիբերոստիկանությունը հայտնում է հերթական զեղծարարության մասին քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ ստանալ։ Այս հաղորդագրությունների նպատակը մեկն է հափշտակել ձեր ֆինանսական միջոցները, նշում են ներքին գործերի գերատեսչությունից, հորդորելով պարզապես անտեսել դրանք, բլոկավորել հեռախոսահամարը կամ նամակն ուղարկողի էլեկտրոնային փոստը։ Հուլիսի 24-ից 29 Արարատյան դաշտում եւ Երևանում Արագածոտնի, Կոտայքի եւ Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այս մասին հայտարարել են հիդրոօթերևութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնից։ Նման իրավիճակում խորհուրդ է տրվում խուսափել բաց տարածքներում կրակ վառելուց, խարույկից, չոր խոտի վրա կամ անտառային տարածքներում ծխախոտի այրվող մնացորդը նետելուց։ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը շարունակում է Էբոլա հիվանդության համաճարակաբանական իրավիճակի մշտադիտարկումը, ինչպես մեր երկրում, այնպես էլ ամբողջ աշխարհում։ Այս պահին Հայաստանի համար Էբոլայի ներմուծման եւ հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր, դա իր հերթին պայմանավորված է Հայաստանի եւ հիվանդության բռնկում արձանագրած երկրների միջև կանոնավոր, ինտենսիվ եւ ուղիղ հաղորդակցությունների բացակայությամբ եւ հիվանդության օդակաթիլային ճանապարհով չտարածման հանգամանքով։ Այսուհանդերձ մեր երկրի առողջապահական կառույցները շարունակելու են հետևել եւ իրականացնել առողջապահության համաշխարհային կազմակերպության ժամանակավոր առաջարկություններից բխող միջոցառումները։ Աիդա Ազատյանը դարձել է երիտասարդների աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն։ Նա Տալինում անցկացվող հրաձգության առաջնության շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևում եզրափակչում առավելության է հասել մրցակցի նկատմամբ 8-6 հաշվով։ Կորեայի Բուսան քաղաքում անցկացվող համաշխարհային ժառանգության կոմիտեի 48-րդ նստաշրջանին առաջին անգամ որպես կոմիտեի անդամ ընտրված երկիր մասնակցում է նաև Հայաստանը։ Մեր երկրի կողմից ներկայացված Արենի 1 քարայր նախնադարյան կյանքը եւ գինեգործությունն Արթագետի հովտում նոր հայտը հաստատվել է համաշխարհային ժառանգության նախնական ցանկում։ Հայտը պատրաստվել է պետություն մասնավոր համագործակցությամբ, ինչպես նոր գրանցված հայտը, այնպես էլ նախորդ տարիների գրանցված բոլոր հայտերը հասանելի են ՅՈՒՆԵՍԿՕ-ի կայքում։ Այսպիսով Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում 1995 թվականին գրանցած 4 հայտերին ավելացնում է եւս 4-ը։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։